Իրականում հետ չի եղել, որ փոքր երեխու հետ մտնում ես խանութ, ինչ որ մի բան ա տեսնում, իրականում անկապ մի բան, բայց իրան թվում է, թե իրան շատ պետքական է այդ պահին, ինքը սկսում է այդ ուզել ձեզանից ու հենց դուք իրան ասում եք, որ ոչ չեք պատրաստվում դա իր համար առնել, սկսվում է այստեղ լացը։ Ու այդ լացը երբ սկսվում է, իրականում այնքան հեշտ կլներ ու այնքան շուտ կավարտվեր, եթե աշխարհում մենք ընդամենը երկուսով լինեինք, բայց չէ որ մենք խանութում ենք։ Կան շատ մարդիկ, վաճառողներ, կողքից տարբեր մարդիկ, ովքեր նայում են քո վրա ու ասում են աման էս ինչ մամա է, կամ ասում են իմ երեխեն հիմա որ սենց աներ, ես չգիտեմ իրան ինչ կանեի։ Մի անգամ իմ աղջիկը իրոք պարկեց խանութում գետնին, ասեմ ձեզ որ շատ սառը գետնին ու սկսեց բարձր ձայնով լացել։ Ինչ արեցի ես։ Ոչ մի բան։ Ուղղակի թողեցի իրան հանգիստ, որ ինքը լացի։ Այդ ընթացքում իհարկե շատ բարի մարդիկ հայտնվեցին, ովքեր փորձում էին իրան հանգստացնեին, ինչին ի պատասխան ինքը շատ ավելի բարձր էր լացում, իսկ ես այդ ընթացքում հանգիստ իմ գնումներն էի անում։ Հետո երբ որ վերջացրեցի, ուղղակի գնացի մոտեցա իրան, ասեցի դե լավ, ես վերջացրել եմ։ Հիմա վեր կաց գնում ենք տուն։ Ու ինքը ուղղակի վեր կացավ ու մենք դուրս եկանք խանութից։ Գիտեք, ինչ շատերիդ կարող է թվա, որ դե լավ ինչ ա, որ ինչ որ մի հատ իրավիճակ ա, որ ես կոնկրետ այդ վարքյանին տենց վարվեցի, դուք ուրիշ ձև կվարվեիք, բայց իմ համար այդ շատ ավելի կարևոր օր էր, քան ուղակի մի իրավիճակը, որովհետև այդ օրը իմ երեխան հասկացավ, որ նման բաներ մամայի հետ չեն անցնում, որ ինքը լացելով արդյունքի չի հասնելու։ Ու այդ չի նշանակի, որ մենք անտարբեր ենք կամ ես իմ երեխուն ավելի քիչ եմ սիրում, քան կողքից անհանգստացող ինչ որ մեկը։ Ես իրական իմ երեխուն շատ եմ սիրում ու շատ լավ հասկանում եմ, որ եթե այս կյանքում ամեն իր ուզածը ես անեմ միայն նրա համար, որ ինքը երբեք չլացի, մենք դրանով իրան ոչ մի լավություն չենք անում։ Մենք հաճախ մոռանում ենք, որ վաղը միսօր ինքը դուրս է գալու մեր ընտանեկան կյանքից ինչ որ այլ իրականության մեջ, որտեղ ամեն ինչ իր ուզածով չի լինելու, որտեղ տատիկներն ու պապիկները չեն լինելու, որ այդ պահին, չնայած որ մաման ասում է, չէ, կողքից վազելով գան ու իր ուզածը անեն, ու ինքը բախվելու է այլ իրականության հետ։ Հետևաբար, երբ որ դուք երբեմն իրան ասում եք, չէ, ու մնում եք ձեր չէին միջև վերջ, դուք օգնում եք իրան, որ ինքը հասկանա, որ կյանքում ինչ որ բաներ կան, ինչի համար որ ինքը պետքա պայքարի։ Միգուցեև ջանք գործադրի, որ ինձ բացատրի, որ դա իրոք իրան պետք է, կամ որ ինքը դրանից չունի, բայց ինքը հաճույքով դրանով կխաղար։ Ցանկացած բան, բայց որ դրա համար երեխան պայքարի։ Ես չեմ հասկանում, ինչի ենք մենք բոլորս այդքան վախենում երեխայի լացից։ Չենք հասկանում, որ երեխայի կյանքի ինչ որ շրջանում լացը այդ իրա միակ արտահայտման ձևն է, որովհետև ինքը երբևիցե չի կարա մեզ հաղթի ոչ խոսքով, ոչ փաստարկներով, իրան մնում է միայն լացել։ Հետևաբար շատ տարբեր իրավիճակներում ինքը ուղղակի լացում է, բայց այդ չի նշանակում, որ մենք պետքա բանի տեղ չդնենք իր լացը։ Ընդհակառակը, եթե երեխան լացում է, ուրեմն ինչ որ մի պատճառ ունի դրա համար, ու մենք պետքա փորձենք հասկանանք, թե ինչի համար է երեխան լացում։ Հայաստանում մենք հաճախ ապրում ենք շատ մեծ ընտանիքներով, եթե անգամ չենք ապրում մեծ ընտանիքներով, բայց մեր բարեկամները շատ տարբեր դերակատարումներ ունեն մեր ու մեր երեխաների կյանքում։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է պայքարել մի ամբողջ գերդաստանի հետ, երբ որ երեխան ինչ որ բան ա ուզում, դուք մերժում եք իրան ու ինքը սկսում է լացել։ Բայց միևնույնն է երեխայի կյանքում ինչ որ մեկը պետքա լինի, ով որ դրել է հստակ սահմաններ ու պահում է այդ սահմանները։ Մի անհանգստացեք, երբ որ ձեր երեխան ի պատասխան ձեր չէի, նույնիսկ ասի, որ չի սիրում ձեզ, կամ կուզեր, որ իր մաման ուրիշ մարդ լիներ, անգամ երբեմն իրան կարող են ասել, թե ով կուզենային, որ իր մաման լիներ։ Դա նույնպես պետք է հասկանալ, որովհետև երեխան այդ պահին անզոր է իրան զգում եւ փորձում է ինչ-որ մի բան ասի, ինչով որ ինքն էլ ձեզ կարողանա վիրավորի։ Բոլորս էլ գիտենք, որ ծնող լինելը հեշտ բան չի, հատկապես եթե անհանգիստ ես ու պատասխանատվություն ես կրում, ու քո համար կարևոր է, թե ոնց ես երեխա մեծացնում։ Ու կապրիզների դեպքում չկա միանշանակ պատասխան։ Եթե երեխան կամակոր է, մենք պետք է մեր մեջ փորձենք գտնենք դրա պատճառները, որտեղ երեխաները կամակոր չեն ծնվում, իրանք դառնում են սխալ դաստիարակության եւ մեր բաց թողումների հետևանքով։